Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Աշնանային լուսավոր, պայծառ, ջերմ օր եմ մաղթում բոլորիդ։ Բոլորիդ ցանկանում եմ լինեք առողջ եւ երջանիկ։ Աստծո լույսը անպակաս լինի ձեր օջախներից։ Իսկ հիմա եկեք միասին պատրաստենք։ Ես ինձ համար կոֆե, դուք էլ ձեզ համար նստենք, կոֆեն խմենք, մի քիչ զրուցենք եւ որոշենք, թե այսօր ինչ ենք պատրաստելու։ Գազ օջախը վառեմ։ Եվ լցնեմ կոֆեն։ Մի լավ համեղ կոֆե պատրաստեմ, մի քիչ էլ ավել եմ լցնելու։ Կարոտած օրերիս կոֆեն այսօր պետք է վայելեմ, քանի օր որ չեմ խմել։ Արդեն կոֆեն բարձրանում է։ Տեսնում եք, ուզում եմ, որ սերով չլինի, մի հատ բարձրանա, լավ անջան։ Կոֆեն պատրաստ է արդեն, եկա նստեցի։ Ահ, անմահական համ ունի այս կոֆեն, թարմը աղացած կոֆեն։ Բավականին ժամանակ չեմ խմել կոֆե։ Հայաստանում ոչ մի անգամ չեմ խմել, 2-3 անգամ առավոտյան, դրանից հետո, որ հիվանդացա սիրելիներս, արդեն հեչ դուրս չէր գալի կոֆեն։ Շատ համեղ է, վայելենք միասին։ Սիրելի հետևորդներ ջան, որ հիվանդ պարկած էի, ճիշտ է, ես հյուր չեմ գնացել ոչ ոքի, բայց հյուր են եկել ինձ, տեսակցության են եկել։ Ինձ հյուր է եկել իմ մանկության ընկերուհին, միասին մի փողոցից ենք, դեմ դիմացի հարևաններ ենք եղել, միասին դպրոց ենք հաճախել, միասին գործ ենք արել, մրցույթ էինք մտնում ավել անելու համար, այն ժամանակ հիշում եք, չէ, պետք է ջուր ցանեինք, փողոցը ավլեինք, միասին ջուր էինք ցանում, ավլում էինք, շախմատ, շաշկի էինք խաղում, միշտ ինձ հաղթում էր շաշկիով, ասեմ, որ միշտ էր հաղթում, չեմ կարողանում, այնքան ուժեղ էր խաղում, կարտ էինք խաղում, մի խոսքով շատ ուրախացա։ Եկել էր տեքոր կնոջ հետ, որին ես շատ լավ ճանաչում եմ, շատ սիրում եմ, մենք միասին շատ լավ օր անցկացրեցինք։ Բերել էր արևահամ, արևաբույր, դեղց, ամեն մրգերից էլ, թուզ, ամեն ինչ իր հետ, բայց չճաշակեցի, որովհետև չէի կարող։ Լավ զրույցեցինք, լավ օր անցկացրեցինք, հիշեցինք մեր մանկությունը, պատանեկությունը, դպրոցական տարիները, ամեն ինչ։ Այդ օր ինձ համար ցնծություն էր, որտեղ ես մի քանի տարի էի չէի տեսել իմ լավագույն մանկության ընկերուհուս։ Տեսա եւ շատ ուրախացա։ Նաև ամուսինս հանդիպում ունեցավ իր կուրսեցիների հետ, եկան ինձ տեսության, նորից կրկին անգամ շատ ուրախացա, բավականին ժամանակ, շատ երկար տարիներ իրենց էլ չէի տեսել։ Շատ լավ օր ունեցանք։ Ուզում եմ ասել, ճիշտ է, ես ման չեկա, հիվանդացա, բայց լավ օրեր էլ ունեցա, հիվանդ ժամանակ։ Իմ բարեկամներին այցի եկան, տեսության եկան, մի խոսքով տեսա բոլորին, իմ հարազատներին, քույրիկիս, եղբորս ընտանիքի բոլոր անդամներին, թոռներին, շատ շնորհակալ եմ Աստծուց, որ ունեմ այսպիսի բարեկամներ, հարազատներ եւ ձեզ, իմ լավ հարազատ դարձած բաժանորդներ ջան։ Հիմա խմենք, վերջացնենք, սիրելիներս։ Երեկ որ խորոված էինք արել,
դե հյուրեր ունեինք, նորից տեսության էի եկել այստեղ, բավականին սմբուկ, լոլիկ խորովեցինք, պղպեղ խորովեցինք և շատ էր մնաց։ Այսօր որոշել եմ այս խորոված սմբուկը սոխով, կարագով, սոխեռա անել, պատրաստել, թարմը կանաչի, լցնել մի համեղ անուշ ուտեստ։ Խմեմ, վերջացնեմ կոֆեն, վերջացրեցի, սիրելիներս խմեցի, հիմա անցնեմ պատրաստմանը։ Հիմա ցույց եմ տալիս բաղադրիչները, սիրելիներս, խորոված սմբուկ, լոլիկ, բոլոր բանջարեղենները մեր հողամասից են, կարմիր պղպեղ, թարմը կանաչի մաղադանոս մի երկու ճուղ համեմ և ռեհան, կծու պղպեղ, սոխ։ Սիրելիներս, սոխն էլ է մեր հողամասից, բոլորը մեր հողամասից են։ Հիմա առաջնային մանրացնելու եմ 4 բաղադրիչները, կծու պղպեղը։ Այսօր պատրաստում եմ ամենահամեղ, առողջարար, տարածված տաք ուտեստներից մեկը խորոված բանջարեղենները թարմը կանաչիներով և կարագով։ Այդ սեզոնին ամենատարածված տաք աղցան ուտեստներից մեկն է, բոլորս էլ սիրում ենք և հաճախակի պատրաստում ենք ամռանը։ Հիմա պղպեղը վերջացրեմ, կծու պղպեղը մանրացրեցի, վերջացրեցի, հիմա թարմը կանաչին եմ մանրացնում, լավ պետք է մանրացնեմ։ Մաղադանոս է ինձ մոտ և ռեհան մի փոքր էլ համեմ ունեի, սառնարանում համեմ եմ ավելացրել։ Ձեզ մոտ եթե կա սամիտ, ըստ ճաշակի, ըստ ցանկության ավելացրեք կանաչին, կանաչին էլ կտրտեցի, վերջացրեցի։ Հիմա եփած կարմիր պղպեղը կկտրտեմ։ Վերջացրեցի մանրացնել կարմիր պղպեղը, հիմա էլ սմբուկները մանրացնեմ։ Խորովածի վրայի մնացած այդ սև մասն է, կեղևի մասն է, հանեցի։ Մեջը կարող է պատահել, որդիս է, տեսեք նորից հանեցի, որդիս է դրսում մաքրել ծորակի տակ, ներս է բերել, չթողեց, որ ես մաքրեի, ոչ էլ հարսից թողեց, ինքը մաքրեց, տուն բերեց, ես էլ կպատրաստեմ մեծ սիրով։ Այս ամանիհյութը չեմ թափելու սոկը, որովհետև լցնելու եմ կարագով տապակելու ժամանակ, որ մի քիչ հյութեղ լինի, լոլիկին էլ չեմ դատարկելու, պղպեղինն էլ, սիրելիներս, այդպես ավելի փափուկ հյութեղ կլինի։ Լոլիկները կտրտեմ ու անցնենք պատրաստման եղանակին։
մեկ մնացել է այդ սև կեղևը, հանում եմ սիրելիներս։ Հիմա տարայի մեջ լցնեմ մանրացրած լոլիկը, արդեն լոլիկն էլ մանրացրեցի, վերջացրեցի։ Բոլոր բաղադրիչները պատրաստ են արդեն, գնամ գազօջախի մոտ, ահա եկա գազօջախի մոտ, վառեմ գազօջախը, տապակի մեջ դրել եմ մի մեծ կտոր կարագ, այսօր կարագով եմ պատրաստելու, բերանը ծածկեմ, թող հալվի, արդեն կարագը հալվել է, տեսնում եք, ավելացնում եմ մանրացրած սոխը։ Հիմա մի լավ կխառնեմ, կթողնեմ սոխը տապակվի այնքան, որ դառնա ոսկեգույն և թափանցիկ։ Արդեն պատրաստ է, դարձել է ոսկեգույն թափանցիկ, ավելացնում եմ մանրացրած լոլիկները։ Կխառնեմ, կթողնեմ լավ տապակվի, բերանը կծածկեմ։ Տեսնում եք, ինչ լավ եփել է, դարձել է համասեր զանգված, լրիվ հալվել է լոլիկը։ Հիմա կավելացնեմ կարմիր պղպեղ աղացած։ Ավելացրեցի մի ճաշի թեթև գդալ, խառնեմ, լավ կարմրեց, մի քիչ էլ ավելացնեմ այդ մանրացրած կծու պղպեղները, ավելացնում եմ կարմիր պղպեղը, բերանը ծածկեմ, թող մի քիչ եփի նոր։ Հիմա արդեն լավ եփել է, պատրաստ է, պետք է ավելացնեմ, խառնեմ նոր։ Ավելացնեմ եփած սմբուկներ։ Արդեն բոլոր բաղադրիչները լրիվ խառնվեցին իրար, ավելացնում եմ թարմը կանաչինքը մանրացրած և աղը։ Անցքերը փակվել են, տեսնեմ, ահա, սխալ էր դրած, սա բավական է։ Մի հատ լավ խառնեմ, որպեսզի թարմը կանաչի բույրը տա մեր տաք ուտեստին, մի 2 րոպե հետո արդեն պատրաստ կլինի, կրակը կանջատեմ։ Ահա պատրաստ է, թարմը խորոված բանջարեղեններով, թարմը կանաչիով, կարագով տաք ուտեստը։ Սիրելի հետևորդներ ջան, ցանկություն ունեք, պատրաստեք և համտեսեք, շատ համեղ է ստացվում։ Վերջ, հիմա բերանը կծածկեմ, գազօջախը կանջատեմ։ Մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում։ Ցտեսություն, մինչ նոր հոլովակ։